Եվրոպական կրթական տարածքի այս տարվա մայրաքաղաքը Երևանն է։ Եվրոպայի խորհրդանիշ աստղերով նուրը ազդարարում է ամենամեծ ու հեղինակավոր կրթական իրադարձության՝ Բոլոնյան նախարարական գագաթնաժողովի մեկնարկի մասին։ Այս անգամ Երևանում կայանալիք միջոցառման համար մենք ընտրել ենք հարևանության ձևաչափը։ Այն է, ֆորումին հրավիրել ենք այն երկրներին, որոնք հարևան են եվրոպական բարձրագույն կրթական տարածքին։ Աֆրիկյան, հյուսիսաֆրիկյան արաբական պետություններից մինչև Չինաստան և Ճապոնիա, Միջին Ասիա, Կենտրոնական Ասիա, միջերկրծովային տարածաշրջան։ 42 եվրոպական, 6 ոչ եվրոպական երկրներ, 20 նախարարներ, 52 ազգային պատվիրակություններ, 31 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ կմասնակցեն ամենամասշտաբային գագաթնաժողովին, որի նախագահությունը Հայաստանը ստանձնել է 2012-ին։ Հրավերին չի պատասխանել միայն Ադրբեջանի կրթության նախարարությունը, Թուրքիան ոչ նախարարի մասշտաբով, բայց կմասնակցի։ Կայացվելու են կարևոր ճակատագրական որոշումներ, որոնք կազդեն միլիոնավոր ուսանողների, դասախոսների վրա և հազարավոր բուհերի վրա։ Երևանում նախարարները կքննարկեն և կընդունեն այսպես կոչված Երևանյան հռչակագիրը, որը կտա համապատասխան ուղենիշներ եվրոպական կրթության, բարձրագույն կրթության հետագա զարգացման համար։ Երևանում կքննարկվեն և կընդունվեն եվրոպական կրթության որակի նոր չափանիշներ։ Նախարար Աշոտյանն անձամբ 10 տարբեր երկկողմ հանդիպումներ կունենա գործընկերների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հայկական կողմի գլխավոր նպատակներից մեկը կլինի հայ ուսանողների գոնե 20%-ի համար բացել ավելի շատ դռներ եվրոպական կրթություն ստանալու համար։ Բոլոնյան նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումը կանցկացվի մայիսի 14-ից 15-ը Երևանում։ Մանուիրցյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։